Ողջույն, կրկին լույս հաղորդաշարն է եթերում։ Այս անգամ եւս մենք անդրադառնալու եւ խոսելու ենք քրիստոնեական արժեհամակարգի մասին, որը շատ արդի թեմա է։ Հաղորդման շրջանակներում հյուրընկալել ենք Եվրոպայում բնակվող մանկավարժ Վարդուհի Սիմոնյանին։ Պետք է նշենք, որ Վարդուհի Սիմոնյանը դասավանդում է դպրոցներում եւ նա քրիստոնեական արժեհամակարգին վերաբերող դասընթացների մասնագետ է դպրոցում։ Սիրելի Վարդուհի, նախ շնորհակալ ենք, որ կարողացաք ժամանակ տրամադրել եւ ձեր այդ զբաղվածության հետ մեկտեղ նաեւ մեր ժամանակ հատկացնել։ Սիրելիներս, պետք է նշենք, որ տիկին Վարդուհին շատ բարդ ժամանակահատված է անցել եւ հաղթարել Աստծո օգնությամբ եւ զորությամբ։ Նա ունի հրաշալի ընտանիք եւ հրաշալի զավակներ։ Եվ Դեբորայի մասին, ով նրա դուստրն է, շատ շատերը լսել եք, թե ինչպես նա կարողացավ քաղցկեղի դեմ պայքարել եւ հաղթանակ ունենալ Աստծո միջոցով եւ մայրիկի աղոթքներով, որոնք որ պահում էին Դեբորայի կյանքն ու թիկունքը։ Նախ շատ ուրախ ենք մեր հրաշք Դեբորայի բժշկության համար, այստեղ դնելու ենք Դեբորայի նկարը, որպեսզի դուք հասկանաք ում մասին է խոսքը, մեր հրաշք գեղեցկուհուն, մենք իրեն շատ սիրում ենք եւ շատ հայեր են իրենց աղոթքներով մասնակցել եւ խնդրել Աստծուն նրա բժշկության համար։ Շատ ուրախ ենք սիրելի Դեբորա եւ մաղթում ենք, որպեսզի ապագայում դու քո օրինակով հաղթանակի ուղի բերես շատերի կյանքում։ Շնորհակալ եմ հրավերի համար, շնորհակալ եմ այս գեղեցիկ հարցազրույցի համար եւ օրհնում եմ ձեր ընթացքը։ Տիկին Սիմոնյան, ինչպես արդեն նշեցինք, դուք առնչություն ունեք այն երեխաների հետ, որոնք որ սովորում են դպրոցում եւ քրիստոնեական դասընթացների միջոցով կարողանում եք երեխաների հետ կապ ունենալ։ Նախ հասկանանք տարբերությունը հայկական եւ եվրոպական դպրոցների։ Շատ հետաքրքիր է եվրոպական դպրոցներում տեսնել, որ կա այս մեխանիզմը եւ երեխաները դպրոցական տարիքում ունեն ընտրության հնարավորություն։ Այսինքն սովորում են եւ իսլամը, եւ քրիստոնեությունը, եւ այնուհետեւ դրանց մեջտեղում կարող են այսպես ասած ընտրություն կատարել, ինչի բացը որ կա հայկական կրթության ոլորտում։ Եվ առհասարակ ինչ եք կարծում կրթության մեջ քրիստոնեական արժեհամակարգի հիմունքների բացակայությունը ինչպիսի դժվարություններ եւ բացթողումներ կարող է ունենալ, օրինակ հայկական միջավայրում կամ այն բոլոր միջավայրերում, որտեղ որ բացակայում է քրիստոնեական ուսուցումը։ Շատ կարևոր հարցերի եմ ուզում այսօր պատասխանեմ, որոնք որ իրոք անհանգստացնում են ոչ միայն հային, այլև նաև ամբողջ աշխարհին։ Այսօրվա ամբողջ աշխարհի խնդիրները կայանում են նրանից, որ շատերը կորցրել են մարդ տեսակը, Աստծուց արարված այդ բնույթը, որը որ բարի կատարյալ է եղել։ Ուզում եմ մի քանի հարցերի պատասխանեմ։ Դուք շատ կարևոր հարց եք բարձրաձայնում եւ մեր երեխաների կրթության ընթացքում, երբ որ նրանք զրկվում են քրիստոնեական արժեքներից, հիմքերը կարող են առաջանալ մի շարք վտանգներ եւ բացեր եւ անհատի եւ հասարակության մակարդակով։ Ահա որոշ հիմքեր, կետեր, որին ուզում եմ անդրադառնալ։ Առաջինը դա արժեհամակարգի թուլացումն է։ Երեխաները կարող են դժվարություն ունենալ տարբերել չարը բարիից, սուտը ճշտից եւ բացակայել կարող են այն հիմքերը, որոնք ձևավորվել են ներքին խղճի ու պատասխանատվության զգացմունքի համար։ Առանց հոգևոր հիմքերի կարող են զգալ դատարկություն շատ երեխաներ եւ նաեւ մեծահասակներ, եւ ներքին խղճի ու պատասխանատվության զգացում կարող են զգալ դատարկություն, կյանքի արժեքները կապել միայն նյութական հաջողությունների հետ, ինչպես տեսնում ենք
շատ այս ժամանակահատվածում, որով իրենց ներսում կլցվի անիմաստության զգացմունքը, որը ցավոք սրտի առատացել է վերջին տասնամյակում։ Մենք տեսնում ենք շատ հոգեկան շեղումներ ունեցող պատանիներ, դեռահասներ, որոնք անգամ դեպրեսիաների մեջ են, անձնական խնդիրներ ունենալով, չկարողանալով այն գեղեցիկ ձևով վերլուծել, շատերը նաև ցավոք սրտի իրենց կյանքին վերջ են տալիս։ Շատերը Եվրոպա ասելով, չգիտես ինչի, միշտ բացասական կողմն են դիտարկում։ Կան եվրոպական արժեքներ, որոնք որ Հայաստանում վերցրել եւ օգտագործում են, սակայն չգիտես ինչի մենք միշտ վատ կողմերն ենք ուրիշներից սերտում կամ վերցնում։ Բայց կոնկրետ հենց Բելգիայում եւ եվրոպական երկրներում նաեւ ունենք այդ օրինակը, որ օրինակ դպրոցներում քրիստոնեական արժեհամակարգ է փոխանցվում եւ դասավանդվում։ Օրինակ Բելգիայի կամ եվրոպական երկրների օրինակով կարող եք մեզ ասել քրիստոնեական արժեհամակարգը ինչպես է փոխանցվում դպրոցներում կամ ընտանիքներում եւ ունենք որևէ օրինակ, որը որ կարող է փոխանցվել մեզ եւ օրինակելի լինել նաեւ մեր պետությունում։ Ինչպես Սողոմոն իմաստունն է ասում Առակաց գրքի մեջ, Առակաց 22:6 համարում, այսպես է ասում Սողոմոն իմաստունը. Երեխային կրթիր իր ճանապարհի համապատասխան, որով ընթանալու է եւ իր ծերության ժամանակ չի խոտորի դրանից։ Հետևաբար կրթելը իմ կարծիքով ավելի արդյունավետ կլինի սկսել դպրոցներից եւ նաեւ ամենակարևորը մենք կրթում ենք երեխաներին տնից, մեր տներում պետքա կրթությունը լինի բարձր մակարդակի վրա, հոգեվոր կրթությունը։ Եվ ընտանիքի եւ հասարակության հանդեպ պատասխանատվության թուլացում չենք ունենա։ Քրիստոնեական ուսմունքները մեծ տեղ է տալիս սիրո, զոհաբերության, հարգանքի գաղափարներին։ Դրանց բացակայության դեպքում կարող է նվազել հարգանքը ծնողների հանդեպ, մեծերի հանդեպ, տարեցների, ընդհանրապես մարդկանց նկատմամբ, հայրենիքի նկատմամբ եւ ամեն արժեք ունեցող բան կարող է իր արժեքը կորցնել։ Քրիստոնեական արժեքները, դրանք են ներողամտությունը, համբերությունը, կարեկցանքը նպաստում են հոգեկան առողջությանը։ Դրանց բացակայության դեպքում կարող են բերել ագրեսիայի, ինքնամեկուսացման, ինչպես մենք տեսնում ենք շատ այս ժամանակահատվածում, կամ անտարբերության։ Ես ինքս դասավանդում եմ Բելգիայում քրիստոնեության առարկա եւ շատ կարեւորում եմ քրիստոնեության առարկայի դասավանդումը։ Ինքս դասավանդում եմ ուղղափառ ճյուղը, բողոքականության, եթե կարելի ասել ավետարանական ճյուղը, որը որ այդքան էլ ճանաչված չի Բելգիայում։ Բելգիան որպես այդպիսին կաթոլիկ եկեղեցի է, իսկ օրինակ Հոլանդիան կողքի երկիրը, որը շատ գից երկիր է, բողոքական երկիր է եւ այնտեղ ավելի խորն են ուսումնասիրում Աստվածաշունչը եւ հիմքերը ավելի խորն է դրված։ Բելգիայի պետական դպրոցները մեծամասնությունը կաթոլիկ դպրոցներ են, որոնք ֆինանսավորվում են հենց պետության կողմից։ Եվ հնարավորություն ա տրվում երեխաներին, եւ եթե երեխաները փոքր են, իրենց ծնողներին ընտրություն կայացնել կրոնի դասի ընտրության հարցում, ինչպես գիտեք, Եվրոպան շատ տարբեր ազգեր կան, կան նաեւ իսլամիստներ, մուսուլմաններ, կան բուդդիստներ, կան հրեաներ, կան քրիստոնյաներ, կան կաթոլիկներ եւ հնարավորություն նաեւ աթեիստներ, չմոռանանք։ Ամեն դպրոց ունի ընտրության հնարավորություն ձեռք տալիս ծնողներին,
որպեսզի ընտրեն, հա, թե ինչ ճյուղեն իրենց երեխեքը սովորելու ապագայում է դպրոցում։ Ցավոք սրտի մեծամասնությունը Եվրոպայի ընտրում են կամ իսլամ, կամ աթեիզմ, կամ փիլիսոփայություն, եթե կարելի է դա այդպես ասել, նրանք հենց հերքում են, որ Աստծո գոյության մասին։ Կաթոլիկն էլ բավական մեծ տեղ է գրավում, բայց ամենակիչ տեղում են բողոքականները, ավետարանական եկեղեցին ներկայացնողները եւ ապոստոլիկ, հա, երևի թե ռուսական է ճյուղը, օրթոդոքսում ենք նաև եւ հրեաների նաև դասընթացներ, բայց դրանք շատ քիչ են, ցավոք սրտի։ Այս փորձին նայելով քրիստոնեական դաստիարակությունը պետք է լինի ոչ միայն գիտելիք, այլ նաև պետք է լինի կյանք սովորեցնող, հա, կյանքի մեջ ճշմարիտ այդ մարդկային որակական բոլոր բաները, որ կարողանան ունենան իրենց մեջ երեխաները։ Այնտեղ սովորեցնում ենք սիրել, ներել, ծառայել, պատասխանատվությամբ ապրել քո անձի հանդեպ, քո ընտանիքում, շրջապատի, երկրի։ Շատ բարի։ Իսկ ըստ ձեզ քրիստոնեական արժեհամակարգով եւ արժեքներով դաստիարակությունը կարող է առհասարակ նպաստել հայրենասիրությանը եւ տանել այն բանին, որ սերունդները սովորելով եւ կրթություն ստանալով ձգտեն ոչ թե փախչել հայրենիքից, այլ մնան եւ պայքարեն հայրենիքի շենացման, հայրենիքի զորացման համար։ Ինչ եք կարծում, որքանով կապ ունի քրիստոնեական արժեհամակարգը հայրենասիրության հետ։ Քրիստոնեական դաստիարակությունը ունի ուղիղ կապ նաև հայրենասիրության հետ կապված։ Եթե այն ճշմարիտ է ներկայացվում իհարկե եւ սերմում է ճշմարիտ հավատք տվյալ ազգի մեջ։ Ես ինքս ցավում եմ, որ այս տեսակ խառն օրինակ Եվրոպայում։ Ես կցանկանայի այստեղ լիներ մեկ հավատք, ինչպես օրինակ Հայաստանում կա առաքելական եկեղեցի, կա ավետարանական շարժը եւ դա բավական է։ Իսկ այստեղ շատ է մի տեսակ ինչ հավատքով ասես մարդիկ կան։ Բայց դրա հետ մեկտեղ սիրում եմ եվրոպացիների ազատությունը, որոնք որ ընդունում են ամեն մեկին այնպիսին, ինչպիսին ինքը կա։ Եվ տալիս են հնարավորություն ընտրություն կատարելու երեխաներին, ծնողներին։ Աստվածաշունչը հստակ ասում է ժողովուրդների եւ երկրների մասին եւ որ երկիրը Աստծոց պարգև է տրված տվյալ ժողովրդին։ Այս դեպքում, եթե մենք Հայաստանն ենք ներկայացնում, Հայաստանը Աստծո տված պարգևն է հային տարածքը։ Եվ Գործք առաքելոցի 17:26-ում էսպես ասում. նա մեկ մարդուց ստեղծեց բոլոր ազգերը, որպեսզի բնակեցնի ողջ երկրի երեսի սահմաններից նախակարգված ժամանակները եւ նրանց բնակության սահմանները, այսինքն հենց այնպես չի, որ այդ Հայաստանը դու ունես, հա, դա Աստծուց նախասահմանված, որոշված մի վայր է, որ Աստված որոշել է հայի համար։ Ցավոք սրտի ես Հայաստանում չեմ ապրում, ապրում եմ Բելգիայում, ունեմ 4 երեխաներ եւ բացարձակ հայկական դաստիարակությամբ ենք մեծացնում ենք երեխաներին եւ մասնավոր քրիստոնեական արժեքներով, որպեսզի նրանք կարողանան ամբողջական առողջ շունչ, առողջ հոգի, առողջ մարմին ունենան։ Եվ երբ որ մենք հասկանանք, որ սա Աստծուց տրված պարգև է, երկիրը Հայաստանը, մենք լրջորեն կմոտիկանանք, եթե հասկանանք, որ դա Աստվածաշնչում գրված է դրա մասին, այդ գաղափարի եւ հայրենիքը պահելու, դա Աստծուց տրված առաքելություն է նաեւ եւ դա պետք է մենք սնուցենք մեր երեխաների մեջ, սովորեցնելով հայրենիքը միայն հող չէ,
այլ նաև նրանց հավատքի, պատմության, մշակույթի պահեստարանն է, պահեստանոցն է։ Անչափ հետաքրքիր է։ Եվ վերջին հարցը, որ կցանկանամ ձեզ տալ, հետևյալն է. ինչ եք կարծում, եթե դուք ունենայիք հնարավորություն եւ այժմ այս հաղորդման շրջանակներում ձեզ ընձեռնվել է այդ հնարավորությունը, ապա Հայաստանում բնակվող, այստեղ գործող մանկավարժներին եւ ծնողներին ինչ ուղերձ կհղեիք քրիստոնեական արժեհամակարգի եւ քրիստոնեական արժեհամակարգով դաստիարակության վերաբերյալ։ Ուղերձ Հայաստանի ծնողներին եւ մանկավարժներին իմ խորհուրդը իրականում կլիներ, շատ կցանկանայի, որ ինչպես Եվրոպայում, այնպես էլ Հայաստանում դպրոցներում լիներ ազատ ընտրության հնարավորություն, որովհետեւ ծնողներն ու երեխաները կարողանային ընտրել այն ուղղությունը, որով կցանկանար անցնել աստվածաշնչյան դասընթացը։ Այդ դեպքում համապատասխան մասնագետ ուսուցիչներ պետք է բարձրանան, որպեսզի դասավանդեն տվյալ ուղղությամբ, եթե դա կլինի առաքելական, ավետարանական ճյուղը, որպեսզի ազատություն լինի։ Եթե մենք ձգտում ենք եվրոպական արժեքներին, համակարգին, մենք պետք է մարդկանց ազատ ընտրություն տանք եւ դադարենք իրար աղանդներ անվանելուց, դադարենք իրար քննադատելուց, ոչ մի ավետարանական եկեղեցի աղանդ չի համարվել երբևէ, վարդապետական ոչ մի սխալ շեղվածություն չկա բողոքական ճյուղի մեջ, բողոքական ճյուղը եղել եւ մնում է միշտ շատ խորը աստվածաշնչյան հիմքերով, Ամերիկայում, Եվրոպայում դա պետական կրոններ է համարվում եւ պետք է մի քիչ ավելի շատանասերը առաքելական եկեղեցու եւ ավետարանական եկեղեցու հանդեպ, միմյանց հանդեպ, ուսի կարողանան համատեղ աստվածպաշտություն կրթել, որը որ իրար չի խանգարում, այլ կարող է լրացնել եւ փոխանցել գիտելիքներ, հավատք, փորձ եւ հոգեվոր իմաստություն երեխաներին, որոնք կդաստիարակվեն Աստծո խոսքով։ Այն երեխաները, որոնք Աստծո խոսքով են դաստիարակվում, նրանք ունեն ուժեղ կամքի ուժ, նրանք կարող են ամեն տեսակ դժվարությունների միջով անցնեն եւ գոյատևեն եւ հաղթեն։ Ջրերով կանցնես, գետերով կանցնես եւ նրանք քեզ չեն ողողի, կրակների միջով կանցնես եւ նրանք քեզ չեն ողողի, Տերն ասում է։ Կլինեն փորձություններ, այո կլինեն, բայց երբ որ մեր երեխաները սնված կլինեն Աստծո զորության խոսքով, որը որ նրանց իշխանություն կտա մտքի դաշտում հաղթահարել տվյալ փորձությունները, որոնց հետ նրանք առնչվում են կամ առնչվելու են, նրանք հաղթողներ կլինեն եւ ավելի զորավոր, ավելի հոգեվոր մկաններ ձեռք կբերեն։ Ես ինքը շատ կցանկանայի լինեի Հայաստանում, լավ վճարվեի եւ աշխատեի եւ քրիստոնեության առարկա դասավանդեի հենց իմ երկրում, լինեի օրհնություն իմ ազգի, իմ զավակների համար։ Ուստի շատ կարևորում եմ Հայաստանում մեծանան երեխաները, եթե հնարավոր է, իհարկե, ես չեմ դատապարտում ոչ մեկի, որ գնացել է Քավլիցի, Սփյուռքը դա հարստություն է, Սփյուռքը այսօր ամուր մի մեջ կա, որ Հայաստանի ուսին կանգնած է եւ հարկ եղած ժամանակ մենք կանգնում ենք Հայաստանի կողքին եւ ցավոք սրտի, երեխաները, որոնք որ վնասված են, նրանք վնասում են իրենց շրջապատին եւ այն երեխաները, որոնք որ օրհնված են, զորավոր են, ուժեղ են, նրանք ավելի իրենց շուրջը բերում են ուրախություն, հաջողություն, ուժ, զորություն եւ ամեն բարոյական բնավորության գծեր։ Այսպիսի սերունդը կլինի ամուր իր անցյալում, պատասխանատու իր ներկայի համար եւ լի հույսով ապագայի նկատմամբ։ Այս ամենի հիմքը կլինի Աստված, որը լցնում է սիրտը իր իմաստությունով եւ գիտության հանճարի խոսքերով։
Թող Աստված օրհնի հային եւ Հայաստանը եւ սփյուռքով մեկ սփռված հայ ժողովրդին, որ մեր նմաններին Աստված օգտագործում է օտար երկրներում, լինելու նրանց համար օրհնություն, նրանց զավակներին բարձրացնելու, քրիստոնյա վայել, որպեսզի օրհնություն լինեն իրենց երկրների մեջ։ Այս ամենի հիմքը թող լինի միշտ Աստված, որ լեցնի մեր սիրտը իմաստությունով։ Սիրելի Տիկին Սիմոնյան, ես անչափ շնորհակալ եմ, որ դուք դարձաք մեր հաղորդման հյուրը եւ այս արժեքավոր գաղափարներով կիսվեցիք մեզ հետ, անչափ շնորհակալ եմ։ Պետք է նշեմ, որ Տիկին Սիմոնյանն ունի նաեւ հրատարակված գրքեր, նա նաեւ գրքեր է հրատարակում, Ճախրող արծիվներ, որը որ վերջերս եմ կարդացել, իմ լավ ընկերն է ինձ տրամադրել եւ հրաշալի գիրք է, խորհուրդ կտամ նաեւ բոլորը կարդաք։ Անչափ շնորհակալ եմ Տիկին Սիմոնյան, ձեզ բարի ընթացք եմ մաղթում եւ ցանկանում եմ, որ այն ինչ որ անում եք, Տիրոջ փառքին ծառայի եւ պիտանի լինի այն սերունդներին, որոնք որ գալու են մեզանից հետո։ Անչափ շնորհակալ եմ։ Թող Աստված օրհնի բոլոր այս նյութը դիտողներին եւ շնորհակալ եմ կրկին այս կարեւոր եւ նաև անհանգստացնող նյութի մասին, որ հրավիրել եք ինձ կիսվեի իմ կարծիքով։ Կարող եք կիսել, իմ կարծիքը կարող եք չկիսել, բայց ես գիտեմ, որ ես ճշմարիտ Աստվածաշունչ եմ սովորեցնում երեխաներին եւ շատ կցանկանայի, որպեսզի դա նույնպես Հայաստանում լիներ։ Ոչ միայն տներում, ոչ միայն եկեղեցիներում, նաև դպրոցներում։ Եղեք օրհնված միջ հաջորդ հանդիպում միգուցե։ Դե ինձ սիրելի հեռուստադիտող, դուք դիտեցիք, դուք տեսաք, եթե ձեզ հետաքրքրեց այս հաղորդաշարը, այս թողարկումը եւս, կարող եք մեզ բաժանորդագրվել եւ հետեւել մեր հաջորդ թողարկումներին եւս, իսկ ձեզ հետ լույս հաղորդաշարներ կհանդիպենք։